Առաջին քայլը դա այսպես կոչված մեր քնած ռեֆլեքսի արդյունացումն է, ինչ է դա իրանից ներկայացնում, շատ կարևոր է, որ ընտրել ժամ, ամենալավ ժամը դա առավոտյան նախաճաշից հետո զուգարանակոնքին նստելն է, ցանկալի է այստեղ մի փոքր վարքային փոփոխություն իրականացնել, ոտքերի տակ ինչ-որ մի փոքր բան դնել եւ մեջքը մի փոքր առաջ 90 աստիճան անկյուն կազմել եւ շատ կարեւոր է, ես իմ հիվանդներին անպայման նշում եմ, որ առանց հեռախոս դա լինի, ինչու որովհետեւ շատ կարեւոր է կենտրոնացումը բուն պրոցեսի վրա, պետք է լինել համբերատար, որովհետեւ երբեմն ռեֆլեքսի այսպես կոչված ակտիվության համար անհրաժեշտ է լինում ժամանակ։ Դա շատ տարբեր է ինդիվիդուալ, հիվանդներ կան, որ մեկ շաբաթ հետո արդեն սկսում է ռեֆլեքսը աշխատել, հիվանդներ կան, որ դա կարա տևի օրինակ ամիսներ։ Մինչև 10 րոպե, ես օրաբար ասում եմ 5-ից 7 րոպեն բավարար է եւ շատ կարեւոր է հիվանդին ասել, որ պետք չէ հիասթափվել, երբ որ աղիները չեն գործում, այսինքն այդ վարքային փոփոխությունը պետք է անել անկախ նրանից, աղիները ուզում են գործել, թե չէ։ Այդ ռեֆլեքսը պետք է ակտիվացնել, արդյունացնել։